Ընդհանրապես չէ վախենում, հուզմունքներ ավելի շատ, դե հուզմունքը ավելի շատ տրամադրված է խմբի հաղթանակի համար եւ իհարկե հույսս չեմ կտրում, որ այդ հաղթանակը լիակատար եղավ։ Զգացողությունը շատ հուզված եմ, հուզված լավ երգեցինք, որտեղ բոլորը ոգևորված էին, բոլորը մեկ մարդու նման, տեսնենք ժյուրիի որոշման։ Ես ոչինչ չեմ կարող ասել այս պահին, քանի որ ես հուզված եմ կներեք ինձ։ Ես ներողություն եմ խնդրում, չեմ կարող ոչինչ ասել։ Իտալիա։ Այստեղից սկսվել են դեպի մեծ արվեստ տանող կարևոր ու ճակատագրական ճանապարհները։ Այս երկիրը մշտապես համարվել է երգի ու արվեստի երկիր, որի բեմերը ճանապարհ են բացել բազմաթիվ աշխարհահռչակների համար։ Հայ երգիչները Իտալիայում։ Հայաստանի Կարմիր խաչի հետ վնասվածքային վերականգնողական կենտրոնի Փարոս երգչախումբը 7 երկրներից ժամանած 16 երգչախմբերի թվում մասնակցեց եւ մեր երկիրը ներկայացրեց Իտալիայի Նեապոլ քաղաքում անցկացվող «Ձայներ արևիտակ» երկրորդ միջազգային փառատոնին։ For the category vocal groups, we present Paros Chamber Choir. Conductor Bahagan Navasajan.
Եվրոպացի նրբաճաշակ հանդիսատեսը հուզված էր, զարմացած էր։ Առաջին անգամ էր տեսնում երգչախումբ, որի մասնակիցները անվասայլակներով էին։ Քաղաքակիրթ աշխարհը հաշմված մարդկանց հետ հաշվի է նստում հավասար բոլորի հետ, բայց նույն քաղաքակրթությունն ու Եվրոպան առայժմ չեն կարողացել ունենալ ճակատագրով ու սկզբունքայնությամբ այսքան միասնական ակցիա։ Փարոսի ելույթը ցնցել էր իտալացիներին։ Մեկ օր անց փառատոնի ինտերնետային էջը հրապարակեց մասնակիցների լավագույն հնգյակի ցուցակը։ Հայաստանն ու մեր երկիրը ներկայացնող Փարոս երգչախումբը այդ հնգյակում էին։ Նեապոլում երկի երկրում այսպիսի ընդունելության արժանանալ դա ուղղակի մեզ համար հաղթանակ է։ Մեզ ուր չանցանում էր այդքան տանջանքները, փորձերը մի ամսվա։ Նորմալ է։ Անհանգիստ ենք, բայց վախենալու չէր։ Այս երկրում, այսպիսի քաղաքում երկեր, ճիշտ է հուզվել ենք, բայց ամեն ինչ լավ էր։ Փարոսը միակն էր, որին իտալացի խստապահանջ հանդիսատեսը ծափահարեց հոտնկայս, եւ որի ելույթի ժամանակ սեփական հիացմունքն ու էմոցիաները չկարողացավ թաքցնել նույնքան խստապահանջ ու պրոֆեսիոնալ ժյուրին։ Շատ պրոֆեսիոնալ երգչախումբ է։ Այս մարդիկ աշխարհին սովորեցնում են ապրել ու երբեք չհուսահատվել։ Սովորեցնում են լինել ամուր եւ իրենց երգը նվիրում են բոլորին։ Փարոսի կատարումն ու պրոֆեսիոնալիզմը ոչնչով չէր տարբերվում ոչ հաշմանդամ երգիչների ելույթից։ Նեապոլի բեմում հնչեց հայերենը, ու աշխարհը նորից լսեց դարերի պատմություն ունեցող ժողովրդին ապրեցրած հայ երգը։ Великолепно, что сказать. Я просто очень тронут. И, между прочим, качество голосов великолепное. И потом, когда мне объяснили, что они даже не читают музыки, остался просто удивленным. Не могу сказать впечатление какое. На меня действовало просто трогательно. Вам скажу прямо. Мне трудно продолжать. Извините. Հաշվետվությունը կայացավ։ Հաջորդ օրը տեղի ունեցած գալահամերգում Փարոսի երաժշտական տնօրեն Արմեն Ալավերդյանին հանձնվեց հեղինակավոր փառատոնի հատուկ վկայագիր։ Փառատոնի կազմակերպիչների նախաձեռնությամբ Նեապոլում տեղի ունեցավ նաև Փարոսի մենահամերգը։ Նորից օտարափերում հնչեց հայերենը։ Երգացանկում ընդգրկված էին նաև հանրաճանաչ կատարումներ։ Փարոսի հետ երգեց նաև հանդիսատեսը։ Պատասխանատու ելույթն ավարտված է, համերգը նույնպես։ Նեապոլում հայերին ոչ միայն լսեցին, այլ ծափահարեցին, գնահատեցին։ Հայերի մասին եղած դրական կարծիքն ամրապնդվեց հերթական անգամ։ Նեապոլիտանցիները իրենց քաղաքում Փարոսին հյուրընկալեցին որպես սպասված հյուրի։
Հին ֆիլմերից ծանոթ քաղաքը գրեթե նույնությամբ պահպանված է ծայրամասերում։ Այս թաղամասերում Նեապոլը ներկայանում է հանրահայտ ու գրեթե ամեն պատուհանին հանդիպող լվացքով, շքեղ ու գեղեցիկ ծաղկամաններով, դարձյալ ֆիլմերից ծանոթ ու հայտնի դուրս ընկած պատշգամբներով։ Միջերկրական ծովի ավազանում գտնվող Իտալիայի այս քաղաքը տեղակայված է Նեապոլիտանական ծովածոցում։ Ասում են, տաք կլիման եւ ծովի հարևանությունն են կանխորոշել նեապոլիտանցիների չշտապող ապրելակերպն ու հավասարակշռված բնավորությունը։ 2000 տարի առաջ Նեապոլը հիմնել են հույն գաղութատերերը եւ հենց իրենք էլ քաղաքը կոչել են Նեապոլ, որ թարգմանաբար նշանակում է նոր քաղաք։ Այսօր արդեն ավելի քան 1.5 միլիոն նեապոլիտանցիները այս քաղաքը համարում են իրենց հարազատ քաղաքը եւ այն մասին, որ Նեապոլը հիմնեցին հույները, հիշում են միայն պատմության էջերը թերթելիս։ Գիտակցելով սեփական քաղաքի գեղեցկությունն ու ճարտարապետական արժեքը, Նեապոլ ժամանող յուրաքանչյուրին նեապոլիտանցիները շտապում են ներկայացնել Վիզուվի հրաբուխի հարևանությամբ ապրող քաղաքի տեսարժան վայրերը։ Եվրոպայի կենտրոն, թե քաղաքակրթությունների առանցք։ Մեծ հաշվով իտալացիների համար այս ամենն այնքան էլ կարևոր չէ, որովհետև բոլոր ճանապարհները տանում են Հռոմ։ Կոլիզեը դարեր շարունակ եղել է հին Հռոմի հզորության խորհրդանիշը։ Պաշտոնական անվանումը Ֆլովեի ամֆիթատրոն։ Ոչ մի կառույց չի համեմատվել Կոլիզեի ճարտարապետական արժեքի եւ նշանակության հետ։ Այստեղ անցկացվող գլադիատորական մարտերի ժամանակ տասնյակ հազարավոր հանդիսատեսների համար վերացել են կյանքի եւ մահվան սահմանաբաժանները։ Տասնչորսերորդ դարում Հռոմում կառուցված պապական պալատով դրվեց Վատիկանի գոյության սկիզբը։ 900 բնակիչ ունեցող անկախ պետություն Վատիկանը Իտալիայի մայրաքաղաք Հռոմի անմիջապես կենտրոնում է։ Քաղաք 7 բլուրների վրա քաղաքների նախամայր կամ հավերժական քաղաք։ Այսպես են ասում գրեթե 3000 տարվա պատմություն ունեցող Հռոմի մասին, որ մշտապես եղել է աշխարհի քաղաքակրթությունների կենտրոնում եւ նույնացվել է բարձրարժեք շինությունների ու պապի նստավայրի հետ։ Վատիկանը կամ Վատիկանի պետությունը Իտալիայի թիվ 1 խորհրդանիշն է։ Այստեղ է գտնվում ճարտարապետական հզոր կառույց համարվող Սուրբ Պետրոսի տաճարը։ Աշխարհահռչակ շատ երգիչներ են երազել իրենց երգը հնչեցնել այս տաճարում։ Երազել են նաև Փարոսի երգիչները, հավանաբար չպատկերացնելով, որ դա իրականանալու է։ Նեապոլյան փառատոնը լուսաբանվեց նաև Իտալիայի մամուլում։ Հրապարակումների առանցքում իր տեսակի մեջ աշխարհում եզակի հայկական երգչախմբի ելույթների մասին ակնարկներն էին։ Փարոսի մասնակցությունը հեղինակավոր փառատոնին ու հաղթանակը հնարավոր դարձան Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանավորությամբ, ազգային ժողովի նախագահի, Երևանի քաղաքապետի, Հայաստանում Իտալիայի դեսպանատան կցոր Ջորջո Մարկոնիի, ամերիկացի բարերար Ռոջեր Շտրաուխի աջակցությամբ։ Իտալիա մեկնելու եւ փառատոնին մասնակցելու կազմակերպչական աշխատանքներն իրականացրեց Ունիսոն հասարակական կազմակերպությունը։
Բոլոր պատասխանատու ելույթների ժամանակ Փարոսի կողքին է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Թինա Ասաթյանին։ Այդպես էր նաև Նեապոլի փառատոնի ժամանակ։ Несмотря на все трудности, не так легко было сюда приехать. Это просто было сегодня прекрасно, как они пели. Это геройство с их стороны. Это же нелегко петь сидя, а они поют у нас. И я хочу отметить особенно и работу маэстро, и главное еще Армена Алавердяна, музыканта, который сам скрипач и который, очень много душу вкладывал тоже в том, что все звучало так, как это должно быть написано. Դեռ Երևանում Հայաստանի Կարմիր խաչի այդ վնասվածքային վերականգնողական կենտրոնի գլխավոր տնօրեն Մխիթար Մնացականյանը վստահ էր, որ կենտրոնին կից գործող երգչախմբի ելույթը հերթական պատասխանատու բեմում հաջող է լինելու։ Իսկ երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր մայստրո Վաչագան Նավասարդյանը համարում է, որ մասնակցությունն ու հաջողված ելույթը Նեապոլի փառատոնին 1993 թվականին ստեղծված Փարոսի համար անցած 10 տարիների հաշվետվությունն էր։ Այսքան դժվարին ճանապարհ հաղթահարել եւ հասնել այստեղ երկի երկրում եւ այսպիսի լուրջ մրցույթ փառատոնում հանդես գալ եւ ինչպես բոլորն են ասում իհարկե իմ ասելով չի որ երեխաները երգչախումբը երգեց մաքուր գեղեցիկ այն ինչ որ մեր աշխատանքը թույլ էր տալիս այսպես ասելու եւ այս 10 տարվա աշխատանքի արդյունքը այսօր երևաց եւ քանի որ այս տարի մեր երգչախմբի 10 տարին է սա մեր ոնց որ ասեմ եզրափակիչ 10 տարիների աշխատանքի եզրափակիչ արդյունքներ Նման պատասխանատու համերգների Փարոսի երգիչները պատրաստվում են վերականգնողական թերապիային զուգընթաց։ Ընդհանրապես, համապատասխան հովանավորության եւ աջակցության դեպքում երգչախումբը լիովին պատրաստ է հայ երգն ու սեփական կատարումները բարբերաբար ներկայացնել միջազգային մրցույթներում եւ փառատոններում։ Այդ մասնակցությունից հետո հանդիսատեսների շարքում հաստատ լինելու են մարդիկ, ովքեր պարոն Կարլինիի չափ ափսոսալու են հայերեն չիմանալու հնչած երգի յուրաքանչյուր բառը չհասկանալու համար։ Я, конечно, к сожалению, не успел познакомиться с армянским языком, но обожаю инструмент дудук. Это моя страсть, понимаете? Да, и это люблю такой инструмент, как не знаю. Просто я один раз послушал и возлюбил вот этот инструмент. И очень хотел бы когда-нибудь еще поехать в Армению и купить такой инструмент.